Հոլոքոստ ապրած Իսրայելին նույնիսկ ցեղասպանություն բառը չի զսպում։ Հրեական պետությունը, անտեսելով ՄԱԿ-ի եզրակացությունը, որ Գազայում տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ, փորձում է գրավել Գազա քաղաքի սիրտը։ Ցահալն արդեն ցամաքային հարձակում է սկսել։ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է 48 ժամով ճանապարհ կտա պաղեստինցիներին դեպի հարավ տարհանվելու համար։ Ցահալի խոսնակն այդ ուղին անվանել է փախչողների ճանապարհ։ Մինչ օրս քաղաքից տարհանվել է ավելի քան 350,000 բնակիչ։ Մենք արդեն սկսել ենք Գեդեոնի կարգեր 2 գործողության հաջորդ փուլը։ Այս փուլի նպատակն է տուն բերել պատաններին եւ ջախջախել Համասը։ Ցամաքային ուժերն այսօր հարձակում են սկսել Գազայի սրտում։ Քաղաքում գործում են 98-րդ եւ 162-րդ դիվիզիաները, առաջիկա օրերին 36-րդ դիվիզիան էլ կմիանա։ Գազայի արյունահեղությանը համակարգչով հետևող Իսրայելի պաշտպանության նախարարը վերջնագիր է ներկայացրել Համասին, ազատ արձակել հրեապատաններին ու զինաթափվել։ Համասից մեզ միայն 2 բան է պետք՝ ազատ արձակել բոլոր պատաններին եւ զինաթափվել։ Մենք վերահսկողություն կհաստատենք Գազա քաղաքում Համասի կառավարման կենտրոնում։ Ընկնի Գազան, կընկնի Համասը։ Ցահալը ներխուժել է նաեւ պաղեստինաբնակ Ռամալլահ քաղաք, որտեղ անկարգություններ են սկսել հրեա զինվորները։ Շոկային նռնակներ, արդյունքաբեր գազի տարաներ են նետել պաղեստինցիների ուղղությամբ, սկսել ձերբակալել նրանց։ ՄԱԿ-ում Գազայի ցեղասպանության ճանաչումից հետո Իսրայելին ուղղված եվրոպական քննադատությունն ավելի անկաշկանդ է դարձել։ Ֆրանսիան, որ ավելի վաղ հայտարարել էր Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին, դատապարտել է Իսրայելի ավերի ճարշավը Գազայում եւ կոչ արել Թել Ավիվին վերսկսել բանակցությունները։ Փարիզի Խիստոնն անարձագանք չի թողել Իսրայելը։ Նախագահ Իսահակ Հերցոգն է զգուշացրել Եվրոպային, որ հին աշխարհամասը լուրջ խնդիրների կբախվի, եթե մեջքը թեքի դեպի հրեական պետությունը։ Եվրոպան պետք է հասկանա, այս պահին մեջք շրջել Իսրայելին նշանակում է երես թեքել Եվրոպայի շահերից։ Սրագինը բոլորս ենք վճարելու։ Քաղաքական փորձագետները նկատում են, որ Իսրայելը միջազգային ասպարեզում ավելի ու ավելի է մեկուսանում, թե Գազայում իր գործողությունների, թե Քաթարին վերջերս հասցրած հարվածի պատճառով։ Միջազգային այս մեծ ճնշման ֆոնին Նեթանյահուն հրեաներին է ներկայացրել իր նոր ռազմավարությունը, որին Իսրայելի ղեկավարը տվել է Սուպեր Սպարտա անունը։ Մեր պետությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև մեդիա հարթակներում են փորձում շրջափակել, հայտարարել է Նեթանյահուն։ Տարբեր երկրներ ու կառույցներ փորձում են շրջափակել Իսրայելը։ Դա տեղի է ունենում նախևառաջ լրատվամիջոցների օգտագործմամբ։ Այս գործընթացի համար հսկայական գումարներ են հոսում, հիմնականում Քաթարից ու Չինաստանից։ Բայց Նեթանյահուի կառավարումից հոգնած հրեաներին շարունակում է մտահոգել Իսրայելի միջազգային մեկուսացումը։ Երկրի 200 խոշոր ընկերությունների բիզնես ֆորումը մերժել է Իսրայելի վարչապետի Սուպեր Սպարտա ռազմատենչ գաղափարը, ասելով, որ իրենց նպատակը ժողովրդավարական աթենք դառնալն է։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։